Ողջույն։ Ինչ է ինքնախաբեությունը։ Ինքդ քեզ իրականությանը չհամապատասխանող մտքերի ներշնչումը։ Ինքնախաբեությունը որևէ բանի մասին կեղծ համոզմունք ստեղծելը։ Ինքնախաբեությունը պաշտպանության ձև է։ Օրինակներով խոսենք։ Երբ ազգային ժողովի ամեն քառօրյայի ժամանակ Ալեն Սիմոնյանը կրկնում է, թե եթե այս կիրակի լինեն ընտրություններ, ԿՊ-ն կհավաքի 50+1% ձայն, ինքնախաբեության փայլուն օրինակ է։ Այնքան ասա, մինչև հավատաս, բայց իրականության հետ կապ չունի։ Քեզնից առաջ էլ մեկը կար, էլի դահլիճի այդ հատվածում էր նստում, կողքիդ աթոռին, ամեն շաբաթ ասում էր. ուզում եք շաբաթը մեկ ընտրություն անենք, ՀՀԿ-ն է հաղթելու, ժողովուրդը մեզ է ձայն տալիս։ 2018 թվականի ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանի հրաժարականից 2 օր առաջ դա էր ասում։ Ճիշտ էր ասում, 2017 թվին ժողովուրդը ձայնը տվեց ՀՀԿ-ին, բայց այ իշխանությունից զրկվելուց հետո որքան ձայն ստացան նույն հանրապետականները, անցողիկ շեմը չանցան, նույնը ձեզ հետ է տեղի ունենալու։ Որ օրը իշխանություն չունենաք, ԿՊ-ով գնացեք ընտրության, այդ ժամանակ կտեսնենք ինչքան ձայն կտանեք։ Ալեն Սիմոնյանը կերազեր անգամ, որ ԿՊ-ն ունենար իր նշած վարկանիշի կեսի կեսը գոնե։ Մեկ այլ ԿՊ-ական պատգամավոր Ալխաս Ղասարյանն ասում է, ԿՊ-ն 2026 ընտրություններում 50+% կհավաքի, ժողովուրդը համեմատական կանցկացնի եւ կտեսնի, թե ինչպես է իր կյանքը փոխվել։ Ես ասում եմ, տեսնում եմ լիքը փոփոխություններ գյուղերում ու քաղաքներում։ Սա պարզ ինքնախաբեություն է։ Ժողովուրդը անգամ ձեր ուռացրած, փքած վիճակագրությամբ դա չի տեսնում։ Ձեր սոցիալ-տնտեսական ցուցանիշները ավելի լավը չեն, քան 2018-ին։ Աղքատության մակարդակը նույնն է, թոշակները քիչ, աշխատավարձը ցածր, ամեն ինչ թանկացած։ Այո, ԿՊ-ականների կյանքը փոխվել է, ավելի ճիշտ ԿՊ-ական պաշտոնյաների կյանքը, բայց նրանք էլ ժողովրդից հեռու են կիլոմետրերով։ Ինձ մի քանիսը անհանգստացած գրում են, բայց տեսակ Սյունիքում դրան ոնց դիմավորեցին։ Եվ ոնց դիմավորեցին։ Այն որ Սյունյաց ողջույններ չհղեցին Նիկոլին, դա չի նշանակում, որ նորմալ են դիմավորել։ Իսկ ինչու նախորդ անգամվա վիրավորանքները չկային։ Հանրությունը մտքափոխվել է, իհարկե ոչ։ Կարծում եմ ճիշտ հակառակը, ավելի է ամրացրել իր դիրքորոշումը։ Ուղղակի նախորդ անգամ ոստիկանությունը այցելեց այդ բոլոր բացականչողների տները հատ-հատ, քրեական գործեր հարուցեցին, որոնք մինչև հիմա ընթացքի մեջ են։ Վարկանիշ ունեցող երկրի ղեկավարը իրեն մի հատ հայհոյեին դատի կտար, չէ, կասեր 3 միլիոն մարդ ընդունում, ոչինչ, թող մի քանիսն էլ այդպիսի դիրքորոշում հայտնեն։ Մի քանի օր առաջ Նիկոլը գնացել էր Տավուշի Բերթավան համայնք, որտեղ սահմանազատում են անելու ու արդեն տեղեկություններ կան, որ մի քանի տուն անցնելու է Ադրբեջանին։ Հանդիպմանը բերման ենթարկվածներին մանրակրկիտ անցկացրել են մետաղորդիչներով, խլել հեռախոսները, պայուսակների իրերը, ջրի շշերը։ Այսպես կոչված ժողովրդի վարչապետը ժողովրդի հետ այդպես է շփվելու գնում։ Այն թե Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տավուշում կամ դրանից առաջ Սյունիքում լավ է անցել, դա հենց ինքնախաբեությունն է։ Չի կարող գյուղում, որտեղ սահմանազատում է, թուրքին տարածքներ ընտրվելու վարկանիշ ունենա։ Բոլոր նրանց, այդ թվում ԿՊ-ականներին, որոնք կարծում են, թե Նիկոլին ջերմ ընդունելություն են արժանացնում որևէ վայրում, խորհուրդ եմ տալիս լսել հենց իրեն, Նիկոլ Փաշինյանի ելույթը կառավարության նիստում, այն մասին, որ երբ պետք է գնա որևէ գյուղ, նախապես նրան գրում տալիս են, որտեղ պետք է կանգնել, որտեղ պետք է չկանգնել, ում հետ հանդիպել, ում բարևել, ում չբարևել, այսինքն այցը շոու է, այցի մասին դրական պատկերացումը ինքնախաբեություն։ Թե ԿՊ-ի, թե առավել ևս Փաշինյանի վարկանիշը հիմա շատ ավելի ցածր է, քան որևէ երկրի, որևէ իշխանության։ Վերցրեք ցանկացած ոլորտ, ցանկացած միջավայր, հազիվ 1-2 աջակից գտնեք։ Վազգեն arczepiskopos-ը Տալինում հայկական եկեղեցի մտած Նիկոլին մի երկու գովեստի խոսք էր ասել։ Հետո այնքան քննադատվեց բոլորի, այդ թվում հոգևոր դասի կողմից, որ ստիպված եղավ արդարացում ման գալ, որովհետև հայ մարդը այն էլ հոգևորական, որ Փաշինյանին գովում է, դա տարօրինակ է։ ԿՊ-ն ուրախացել է, որ հազարավոր հոգևորականներից մեկը կամ երկուսը աջակցում են, բայց դա էլ հենց ինքնախաբեությունն է։
Աննա Հակոբյանի հետ ժպտացող դեմքով զրուցել էր կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, հետո ստիպված եղավ արդարանալ, թե իմ համերգին է եկել, ինքն էլ մոտեցել էր, բա չբարևեի։ Մեկ ուրիշ համերգի ժամանակ Աննան գրում է, չեմ գնում մայստրոին շնորհավորելու, որ թիրախ չդարձնեմ, իրենք գիտեն հովոր, եթե որևէ մեկին անգամ բարևում են, դրանով թիրախավորում են, այդքան անընդունելի են։ Հուշարձաններին տանում ծաղիկ եք դնում, մարդիկ վերցնում գցում են աղբար կղը։ Գնում եմ Մյունխեն, տարբեր քաղաքներից հազիվ մի տասնյակ մարդ բերում լցնում են սենյակ, որ անունը դնի հայ համայնքի հետ հանդիպում։ Գնում եմ Մոլդովա, հարակից երկրներից են մի սենյակ մարդ հազիվ բերում լցնում։ Սա հենց մերժված լինելու ապացույցն է։ Սա վարկանիշն է, այս է։ Ձմռանը մի երկու ամիս Նիկոլը որոշեց իբր վարկանիշ ցույց տա ու տեսանյութեր էր հրապարակում, թե մետրոյով, ավտոբուսով հեծանվով գործ է գնում։ Ինչ եք կարծում։ Ինչի համար էր դա անում։ Ու ինչու հիմա չի անում։ Որովհետև իր նման մեկն էլ կար, որը աշխատում էր Նիկոլի ընդամենը մի քանի տոկոս մնացած ընտրազանգվածի վրա ու սոցիալական ցածր գիտակցություն ունեցող ընտրողներին տանում էր տակից։ Հիմա այդ մեկը ժամանակավորապես չկա։ Ու Նիկոլը արխային է։ Այդ դրամը հիմա չի հրապարակում։ Բայց դա նրան վարկանիշ չի բերում։ Նիկոլին մեկ անգամ արդեն ասել եմ, ընտրող չի բերելու եւ ոչ մի քայլ, բայց նաեւ իր մոտ այն մասան է մնացել։ Չնչին բացառությամբ, որ ձայն են տալու կամ միայն իրեն, կամ ավելի պակաս ինտելեկտ ունեցողին։ Ժորժ ջան, կարծում եմ, որ հենց սա է իրականությունը։ ՔՊ-ն չունենալով վարկանիշ, իր ամբողջ գործունեությունն ուղղված է ուրիշներին վարկաբեկելու հաշվին 1-2% ավելացնելը։ Դա էլ է սակայն ինքնախաբեություն։ Մտածել, թե հնարավոր է ուրիշի հաշվին վարկանիշ հավաքել։ Վերջերս տվյալներ հրապարակեցին, որ օրինակ Գյումրու քարոզարշավի ժամանակ ավելի շատ գումար ծախսել է ՔՊ-ն ոչ թե իր քարոզչության, այլ մյուսների հակաքարոզչության վրա։ Դա իրեն ինչ տվեց։ Արդյունքներից տեսանք։ Ոչինչ։ Հանրահավաք են անում Գյումրու ընտրությունների համար, բայց սաղ երկրից կարողանում են հավաքել տանել հազիվ մի 2-3 հազար հոգի, նույնը Երևանում։ Այն որ դուք այսօր որևէ քաղաքում ունեք հեղինակություն, դա ինքնախաբեություն է։ Ունենալով քաղաքապետ, ունենալով մարզպետ, մարզը ներկայացնող պատգամավորներ, միևնույն է, չունեք իշխանություն, չունեք հեղինակություն։ Դատարանը օրերս արդարացրեց Նիկոլի ուղղությամբ խնձոր նետած պապիկին։ Ասում էր, դա իմ քաղաքացիական դիրքորոշումն էր, լավ եմ արել, չեմ փոշմանել։ Բացեք բոլոր կայքերում խնձոր նետելու մասին լուրը եւ արդարացման լուրը եւ տեսեք ինչպես են համատարած խնձոր ու այլ բաներ նետում քաղաքացիներ Նիկոլի ուղղությամբ այդ գրառումների մեջ։ Տեսել եք կադրերը, երբ պետքա գնա ազգային ժողով, նիստերի դահլիճը ու բորկա են անում, սեղանների տակ, աթոռների տակ, շշերն են հավաքում, անվտանգության այդ աննախադեպ միջոցառումները հենց ցածր վարկանիշի մասին են, անգամ թիմի ներսում։ Մի նեղվի ալեն, բայց էսա ձեր մասին իրականությունը, սրան հասել եք ձեր արդար քրտինքով, մենակ Արցախի հանձնումն ու զոհերը չեն պատճառը, սահմանազատումն ու հանձնումները չեն պատճառը, պատճառը նաև այն է, որ դուք հարստանում եք լույսի արագությամբ, աղքատության, գործազրկության թվերն աճել են, մարդկանց ծեծում եք, մնում եք անպատիժ, 150,000 մարդու զրկել եք տնից, օրը մի քանի տեսակի հարկեր եք դնում ժողովրդի վրա, մարդկանց սարքել եք միայն տուգանքի մատերիալ եւ այլն եւ այլն։ Ու եթե այսքանից հետո մտածում եք, թե անգամ 10+ ընտրող ունեք, ուրեմն ինքնախաբեության մեջ եք։ Կարճ ասած, կարծում եմ դուք էլ գիտեք, որ ռեյտինգը այլևս չի բարձրանալու։ Դրա համար էլ առանց ձևականությունների զբաղված եք ուղիղ եթերի ռեժիմով ժողովրդին պետական բյուջեն թալանելով, հարստանալով, ապրում եք ինչպես վերջին օրը։ Այո, տարօրինակ է, որ այսքանից հետո դեռ մնում եք իշխանության, ժողովուրդը ձեզ ամոթանք է տալիս, բայց հաջորդին էլ են ամոթանք տալիս ամենուր, որ ձեզ հանդուրժում ենք դեռ։ Եթե մենք ձեզ չընդունելու հազար ու մի պատճառ ունենք, դրսում զարմացած են, որ ձեզ հանդուրժում ենք մենակ թեկուզ Արցախը հանձնելու պատճառով, մյուս թեմաներից տեղյակ էլ չեն։ Վերջերս Էստոնիա այցի ժամանակ արտասահմանցի լրագրողն էր զարմացած, որ Արցախը հանձնել եք, բայց մնում եք։ Լիահույս եմ, որ այս ամենը ավարտ կունենա առավելագույնը 1 տարուց։